Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես տեսնում եք, իմ գործընկեր Բժիշկ Ավետիսյանը որոշել է ետ չմնալ ինձնից եւ այսօր մասնագիտական նկատառումներից ելնելով որոշել է թողնել ինձ մենակ։ Ինչևից է այսօր շատ հետաքրքիր թեմա ենք ունենալու, խոսելու ենք մեր կարևոր օրգաններից մեկի մասին, սակայն չափսերով ավելի փոքր։ Իսկ ավելի կոնկրետ այսօր խոսելու ենք մանկական սրտաբանության եւ սրտի առողջության վերաբերյալ, իսկ մեր այսօրվա հյուրն է Նորք Մարաջ բժշկական կենտրոնի մանկական սրտաբան, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատու մանկական սրտաբանության գծով բժիշկ Հասմիկ Մինասյանը։ Ողջույն ձեզ, բժիշկ Մինասյան։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Մենք մեր առավոտները փոխակերպել ենք եւ ասում ենք առողջ առավոտ։ Շնորհակալություն, որ չեք մերժել մեր հրավերը եւ այսօր բավականին հետաքրքիր թեմա է լինելու եւ շատ մեր հայ ազգաբնակչության շրջանում բավականին մտահուզող հարցեր, առավել եւս մանկական սրտաբանության ոլորտում։ Խոսենք ամենասկզբից, ինչ է իրենից ներկայացնում մանկական սրտաբանությունը, ինչ պատմություն ունի եւ հերթականությամբ անցում կատարենք։ Մանկական սրտաբանը զբաղվում է սրտի բնածին արատներով։ Դրանք այն հիվանդություններն են սրտային, որոնցով երեխաները ծնվում են եւ բուժում եւ հետեւում է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն սրտի բնածին արատ, թե մինչեւ չափահաս դառնալը եւ չափահաս դառնալուց հետո։ Լավ, իսկ որ этаպում է սկսվում այդ բնածին արատի հայտնաբերումը, արդյոք պերինատալ շրջանում, թե հետծննդյան շրջանում եւ առաջին խնդիրը բացահայտելու դեպքում, նայած որ этаպում բացահայտելու դեպքում, ով է զբաղվում այդ խնդրով եւ ինչպես է տեղ ունենում այդ հսկողությունը։ Սրտի բնածին արատները կարելի է հայտնաբերել արդեն իսկ ներարգանդային կյանքում, քանի որ սրտի ձևավորումը կարելի է ասել ավարտվում է 12-րդ շաբաթում հղիության եւ դրանից հետո արդեն 18-ից 20 շաբաթակ անժապկետում կատարելով պտղի սրտի էխոսրտագրություն կարելի է հայտնաբերել սրտի բնածին արատը։ Հնարավոր է նաեւ ավելի վաղ շրջանում նույնպես հայտնաբերել, հիմնականում դրանք սկրինինգներն են, որոնք արվում են գինեկոլոգների կողմից։ Անպայման պետք է հղիներին ուղղորդել մանկական սրտաբանի էխոսրտագրության նպատակով, քանի որ ցանկացած կասկած սրտի բնածին արատի կամ ռիթմի խանգարման անպայման պետք է վերագնահատվի մանկական սրտաբանի կողմից եւ արատի հայտնաբերման դեպքում արդեն այս հղիները գտնվում են մանկական սրտաբանի հսկողության տակ եւ իհարկե շարունակվում է արդեն հսկողությունը ծննդաբերությունից հետո։ Շատ լավ, շնորհակալություն բժիշկ Մինասյան։ Խոսենք ավելի մանրամասն սրտի բնածին արատների վերաբերյալ, ինչ տեսակներ են լինում եւ որոնք ինչ ռիսկեր են իրենցից ներկայացնում եւ հետագայում իրենց բուժման եւ վարման տակտիկաները։ Սրտի բնածին արատները բազմազան են։ Նախ ասեմ, որ սրտի բնածին արատները դրանք ամենահաճախ հանդիպող բնածին դեֆեկտներն են երեխաների շրջանում եւ 100 կենթանացին երեխաներից մեկը ունենում է որևէ սրտի բնածին արատ։ Սակայն պետք է նշել, որ ավելի հաճախ հանդիպում են պարզ արատները, որոնք երբևէ որևէ գործողության կարիք կարող է չունենան, այս երեխաները ուղղակի հսկողության տակ են գտնվում մանկական սրտաբանի կողմից։ Սակայն ունենք նաև թե պարզ արատներ, թե բարդ արատներ, որոնք պահանջում են հսկողություն, դեղորայքային բուժում, վիրահատական միջամտություններ, կախված արդեն արատի տեսակից, վարումը խիստ տարբերվում է։ Շատ լավ, այլ խոսենք օվալ անցքի վերաբերյալ, հա, երբ որ ծնողները առաջին անգամ ծննդաբերությունից հետո երեխայի ծնունդից հետո հետազոտություն անցնելիս իմանում են այդ խնդրի մասին եւ կարելի ասել տագնապ է սկսվում եւ չեն հասկանում ինչ անել եւ ինչպես է այսօր մեր հասարակության մեջ, եթե նշվում է սրտի բնածին արատ, որը որ հիմա դուք կարծում եմ կնշեք եւ շատ ավելի բարձ կլինի մեր հեռուստադիտողներին, որ կան խնդիրներ, որոնք որոշակի ժամանակի ընթացքում կարող են ուղղակի վերանալ եւ չանհանգստացնել։ Եվ որպեսզի մեր ծնողները այդպես տագնապով չլցվեն եւ լսելով այդ սրտի արատի վերաբերյալ, արդեն կարելի է ասել ամեն ինչ խառնվում է իրար։ Ինչ կասեք։ Այստեղ ամենակարևորը պետք է նշել, որ բացօվալ անցքը արատ չի համարվում։ Դրանով ծնվում ենք բոլորս, սա կարևոր անցք է սրտում պտղի համար, քանի որ նրանց թոքերը չեն աշխատում պտուղ կարգավիճակում, այս անցքով տեղի է ունենում մարյան շրջանառությունը։ Ծնվելուց հետո ցանկացածս ունեցել ենք բացօվալ անցք եւ ժամանակի ընթացքում, քանի որ արդեն ծնվելուց հետո այն մեզ անհրաժեշտ չէ, փակվում է։
Փակվում է սովորաբար մինչև 1 տարեկան հասակը, կարող է փակվել մինչև 5 տարեկանը։ Եթե չի փակվում, այս անձինք չեն էլ իմանում բացօվալանցքի առկայության մասին, քանի որ այն որևէ խնդիր չի առաջացնում, աղմուկ չի առաջացնում եւ կարող է հայտնաբերվել միայն պատահական որևէ էխոսրտագրության ժամանակ։ Որից հետո ընթացքում արդեն դինամիկ հսկողություն է արվում, չէ՞, բնականաբար։ Լավ, իսկ հասկացանք արատների վերաբերյալ որոշակի արատներ կան, որոնք որ դեղորայքային կոռեկցիայի կամ զուտ հսկողության կարիք ունեն եւ կան որոշակի արատներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություններ։ Այլ կարող ենք առանձնացնել, որ արատների դեպքում ինչ տակտիկա է կատարվում եւ որ արատների դեպքում չխոսենք բուն վիրահատական միջամտությունների եւ որոնք են ռիսկային արատներ համարվում, որոնք որ անմիջապես պետք է անհապաղ դիմել բանկական սրտաբանի։ Նախ եկեք խոսենք այն արատների մասին, որոնք պահանջում են միջամտություն հենց նորածնային շրջանում։ Սրանք կոչվում են ծորանկախյալ արատներ, քանի որ երեխայի կյանքը կախված է լինում բաց զարկերակային ծորանից։ Սա անոթ է մեր թոքային զարկերակի եւ աորտայի միջև, որը նույնպես պտղի մոտ նորմալ երևույթ է, այն պետք է լինի, իսկ ծնվելուց հետո մեզ անհրաժեշտ չէ եւ սովորաբար փակվում է։ Սակայն այս արատների դեպքում այն շատ կարևոր կենսական նշանակություն ունի։ Այսպիսի արատներից են օրինակ աորտայի կրիտիկական կոարտացիան, ինչպես նաև աորտայի կրիտիկական նեղացումը, աորտայի աղեղի ընդհատումը, մագիստրալ անոթների տրանսպոզիցիան եւ ելի կան արատներ, որոնք պահանջում են միջամտություն նորածնային շրջանում իրականացնելու, սակայն ամենահաճախ հանդիպողներից դա ոչ կապույտ արատներից աորտայի կոարտացիան է եւ կապույտ արատներից հենց մագիստրալ անոթների տրանսպոզիցիան։ Այս նորածինները, եթե արդեն պտուղ կարգավիճակում ախտորոշվել է իրենց արատը, շտապ կարգով ծնվելուց հետո տեղափոխվում են մեր կենտրոն, որտեղ իրականացվում է հետագա հսկողությունը եւ օրերի ընթացքում իրականացվում է վիրահատական միջամտությունը։ Սրանք այն դեպքում, երբ որ այս արատները առանձին են, սակայն կարող են լինել նաեւ տարբեր արատների համակցություններ, շատ ավելի բարդ իրավիճակներ, որոնք կարող են պահանջել նորածնային շրջանում օգնական որևէ գործողություն, ապա հետագա կյանքի ընթացքում կատարվեն եւս օգնական վիրահատություններ կամ արդեն արատի արմատական շտկում կախված արատի տեսակից։ Մրշկի Մինասյան, իսկ ինչպես է ախտորոշվում, չենք դե խոսենք համամասնական, չասենք հատիկ առ հատիկ չնշենք որը ինչպես, բայց որ տարիքում արդյոք երեխան նորածինը ունենում է որոշակի գանգատներ, որոնց ծնողները պիտի ուշադրություն դարձնել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երեխան ծնվելուց հետո բնականաբար անցնում է հետազոտություններ, այլ ինչ գանգատներ կարող են լինել ձեր թվարկած իհարկե խնդիրների դեպքում, որոնց ծնողները կարող են ուշադրություն դարձնել եւ որից ինչ որ վտանգ տեսնել եւ այդ իսկ պատճառով դիմել մանկական սրտաբանի։ Մինչև ծնողներին անցնելը երևի պետք է նշեմ, շատ կարևոր է նեոնատոլոգների դերը այս կրիտիկական հատկապես արատների ախտորոշման հարցում, քանի որ գոյություն ունեն որոշակի սկրինինգներ, որոնք պարտադիր է կատարել ծննդատանը մեզ օգնելու կրիտիկական արատները վաղ հայտնաբերելու հարցում։ Դրանցից են օրինակ պուլսօքսիմետրիան հասարակ, որը պետք է կատարել ծնվելուց հետո 24-ից 48 ժամ անց, եւ եթե նկատվում է սատուրացիայի իջեցում 93%-ից ցածր, կամ եթե վերին ու ստորին վերջույթներում սատուրացիաների տարբերություն կա 3%-ից ավելի, ապա սա կարող է խոսել արատի առկայության մասին եւ անպայման պետք է մանկական սրտաբանի հսկողություն։ Կարևոր է նաև պուլսերի շոշափումը նեոնատոլոգների կողմից, սա օգնում է մեզ աորտայի կոարտացիայի, աորտայի աղեղի ընդհատման ախտորոշման հարցում, քանի որ այս դեպքում մենք ստորին վերջույթներում ունենում ենք կամ թուլացած պուլս վերին վերջույթների համեմատ, կամ ընդհանրապես պուլսի բացակայություն։ Շատ լավ։ Ես կուզեի մի հետաքրքիր թեմայի անցնենք, ինչու, որովհետև վառ հիշողություններ կան, երբ որ շտաբ բուժօգնությունում աշխատելուց տարիներին պատահականորեն գնում եմ կանչի սրտի ծակոցներ 8 տարեկան երեխա, բնականաբար կարող եմ ասել, որ երևի 10-ից 9 բժիշկները կարող են լուրջ չվերաբերվել այդ կանչին եւ կարծես թե ինչ-որ մի ներքին ձայն ինձ ասաց, որ ես պիտի էլեկտրասրտագրություն անեմ այս երեխային։
Եվ էլեկտրասրտագրությունը անելուց հետո տեսնելով, որ կասկածելով, որ այնտեղ VPV համախտանիշ է, իհարկե դիմելով նաև իմ սրտաբան գոլեգա ընկերներիս, հաստատվեց այդ ախտորոշումը, այ VPV համախտանիշի հետ կապված այդ հիշողությունները կան եւ կուզեի խոսեինք այդ համախտանիշի մասին, ինչպես կարող է այն դրսևորվել համար մեկ տարբերակ, ինչպես նշեցի, ուղղակի զուտ պատահականորեն պրոֆիլակտիկ զննման ժամանակ եւ ինչ գանգատներ եւ ինչ ռիսկեր են նրանք իր մեջ պարունակում հետագա կյանքի վարման երեխայի։ Նախ քանի որ սկսեցինք ծակոցներից, պետք է շատ կարևոր է նշենք, որ այդ նշվող կրծքավանդակի ծակոցները 99% դեպքերում բացարձակապես կապ չեն ունենում սրտի հետ ու ծնողները միշտ եւ նաեւ շփոթության բժիշկները շատ հաճախ անհանգստացած երեխաներին բերում են մեզ մոտ հենց կրծքավանդակի ծակոցների գանգատով, սակայն շատ հաճախ դրանք նյարդամկանային բնույթի ուղղակի ծակոցներ են, հատկապես այդ ձեր նշած տարիքում, դեռահասության տարիքում, շատ հաճախ դրանք էմոցիոնալ բնույթ են նաեւ կրում։ Ինչ վերաբերում է VPV համախտանիշին, սա արդեն արիթմոլոգիական խնդիր է իհարկե, այս դեպքում հավելյալ անցուղի կա սրտում, որը շրջանցում է մեր հիմնական անցուղին, եւ այն կարող է, ինչպես նշեցինք, ոչ մի ձև չարտահայտվել եւ հայտնաբերվել պատահաբար, կամ կարող են այս երեխաների մոտ լինել սրտի ռիթմի խանգարումներ, որոնք կարող են վտանգավոր լինել, այս երեխաները հսկողության տակ են գտնվում արիթմոլոգների կողմից, եթե առկա են կրկնվող ռիթմի խանգարումներ, ապա հնարավոր են անհրաժեշտություն լինի դեղորայքային բուժման կամ անգամ միջամտության աբլացիայի այս ուղին այրելու նպատակով։ Շատ լավ, շնորհակալություն Բժիշկ Մինասյան։ Մի փոքր խոսենք Հայաստանի Հանրապետություն սրտային խնդիրներով երեխաների տարածության վերաբերյալ, ինչ դիմելություն կա, ինչ ակտիվություն կա եւ ինչ ցուցանիշներ ունենք մենք այսօր։ Կարելի է ասել, որ այդ նշեցի արդեն, որ մոտ 1% է կազմում սրտի բնածին արատները եւ երևի մեզ մոտ էլ գործում է այս տոկոսը։ Դիմելությունը բավականին բարձր է եւ պետք է նշենք, որ իհարկե դիմողների մեծամասնությունը առողջ են, քանի որ դիմում են տարբեր պատճառներով, թե կրծքավանդակի ծակոցների, թե աղմուկի կապակցությամբ, շատ հաճախ դիմում են օրինակ բերանի շուրջ կապտության կամ լացելի շունչը պահելու գանգատով, մեր մանկաբույժները միշտ ուղարկում են մանկական սրտաբանի, բայց պետք է նշել, որ սրանք էլ սրտային գանգատներ չեն եւ ընդամենը կարիք այս դեպքերում սատուրացիան չափելու երեխայի, եթե բարձր է թթվասնի տոկոսը, այսպես ասած, ապա այս դեպքում կապույտ արատները բացառվում են եւ նույնը եթե լացելի շունչը պահում է, շատ հաճախ շփոթում են ֆալոյի տետրադայի դեպքում հանդիպող հեվոցիանոծիկ նոպաների հետ, սակայն այս երեխաները մշտապես հանգստի պայմաններում ունենում են ցածր սատուրացիա եւ իհարկե աուսկուլտացիայի ժամանակ ունենում են աղմուկ, որը կարող է օգնել մանկաբույժներին տարբերակել այս երկու խնդիրները։ Ինչը կարող է որոշակիորեն ձեր ծանրաբեռնվածությունը պակասեցնել, քանի որ երեխա, որից է ինչ-որ խնդիր, ծակոց առաջին հերթին, սրտաբանական որից է խնդիր ենթադրում իհարկե։ Շնորհակալություն Բժիշկ Մինասյան, քանի որ խոսեցիք աղմուկների վերաբերյալ, կուզեի մի փոքր մանրամասնեիք։ Պետք է նշենք, որ սրտում աղմուկը միշտ չէ, որ խոսում է սրտի արատի մասին կամ սրտի հիվանդության մասին, երեխաների մոտ շատ հաճախ լսվում է ֆունկցիոնալ կամ այսպես կոչված առողջ սրտի աղմուկը, որը առաջանում է սրտի առողջ կառուցվածքների տատանումից եւ իրենից որևէ խնդիր չի ներկայացնում։ Պետք է անպայման ասել, որ նորածինների շրջանում այս աղմուկը գրեթե չի հանդիպում եւ նորածինի մոտ աղմուկ լսելու պարագայում կամ կրծքի հասակի երեխաների մոտ աղմուկ լսելու պարագայում պարտադիր է շտապ կարգով մանկական սրտաբանի մոտ ուղղորդելը եւ պետք չէ սպասել գնահատելու աղմուկը անցնում է կամ չի անցնում, իսկ ավելի մեծ երեխաների մոտ հիմնականում 2-3 տարեկանից հետո շատ հաճախ աղմուկները լինում են հենց առողջ սրտի աղմուկներ, հատկապես եթե մենք չենք լսել որևէ աղմուկ եւ հետո սկսում ենք լսել այս աղմուկը սրտում, կարելի է կրկին ուղարկել մանկական սրտաբանի արատները բացառելու նպատակով, բայց ցանկալի է ծնողներին զգուշացնել այն մասին, որ գոյություն ունեն նաև առողջ սրտի աղմուկներ։ Շատ բարի, շնորհակալություն Բժիշկ Մինասյան, քանի որ մեր ժամանակը արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին, մի փոքրիկ ուղերձ ինչ ունեք մեր ծնողներին, ինչպես հսկել, ինչպես ուշադիր լինել երեխաներին, որ պարագայում պետք է խառնվել, ամեն դեպքում
բոլոր պարագաներում պետք չէ խառնվել եւ ինչպես գործել որոշակի խնդիրների առկայության դեպքում։ Երևի թե սկսեմ մեր սկզբի հարցերից մեկից, թե ինչ նկատելու դեպքում պետք է ծնողը անհանգստանա։ Կրկին խոսելով նորածնային կրծքի հասակի երեխաների մասին, անհանգստացնող է մշտական հաճախաշնչությունը, քաշի վատ ավելացումը, կերակրման դժվարությունները երեխայի մոտ։ Եթե կերակրվելու ընթացքում հատկապես նկատում ենք առատ քրտնարտադրություն եւ դա զուգորդվում է հատկապես քաշի վատ ավելացումով, պետք է մտածել սրտի բնածին արատների մասին։ Դյուր հոգնելիությունը երեխաների մոտ ցանկացած տարիքում նույնպես կարող է խոսել սրտի որևէ հիվանդության մասին, բայց իհարկե պարտադիր չէ, որ երեխան ունենա որևէ սրտային հիվանդություն։ Ինչ վերաբերվում է սրտի առողջությանը, իհարկե բոլորիս համար եւ այդ թվում նաեւ երեխաների համար շատ կարեւոր է առողջ ապրելակերպը։ Պետք է մենք մանկուց արդեն երեխաներին սովորեցնենք առողջ ապրելակերպի, որը իր մեջ ներառում է թե առողջ եւ ճիշտ բալանսավորված սնվելը եւ թե ֆիզիկական ակտիվությունը ու սպորտով զբաղվելը։ Շատ հաճախ երբ որ հարցնում եմ ծնողներին ինչպես է ֆիզիկական ակտիվությունը, ասում են շատ լավ, բայց որ հարցեր ես տալիս հասկանում ես, որ երեխան ուղղակի տնային պայմաններում որոշակի ակտիվություն է դրսևորում, ու սա չի համարվում առողջ ապրելակերպի մաս։ Այն էլ այս դարում, երբ որ պլանշետները կարծես թե դարձել են անբաժանելի ընկերներ երեխաների։ Պետք է անպայման մենք ունենանք ֆիզիկական ռեգուլյար ակտիվություն, երեխաների դեպքում շատ ցանկալի է իհարկե ամեն օր 1 ժամ մինիմում ունենալ, հատկապես լավ կլինի բացօթյա տարածքներում որևէ ֆիզիկական ակտիվություն, շատ կարևոր է նաև սպորտով զբաղվելը երեխաների դեպքում եւ բոլորիս համար իհարկե։ Եվ անպայման ուզում եմ ասեմ նաև, որ ֆիզիկական ակտիվություն չի ենթադրում կոնկրետ սպորտաձև, անգամ քայլքը կարող է համարվել ֆիզիկական ակտիվություն եւ մեզ պահել առողջ։ Շնորհակալություն Բժշկուհի Մինասյան, եւս մեկ անգամ մեզ չմերժելու, մեզ մոտ գտնվելու այս հետաքրքիր թեմայի շուրջ բավականին մանրամասն խոսելու համար։ Սիրելի լսողներ, այսօր մենք պարզ հստակ կերպով շատ կարճ ժամանակահատվածում հասկացանք մանկական սրտաբանական խնդիրների վերաբերյալ եւ ամենակարևորը, որ ցանկացած խնդրի հայտնաբերման դեպքում իհարկե պետք չէ միանգամից տագնապի եւ խուճապի իրավիճակ ստեղծել, ամեն դեպքում պետք է դիմել հստակ մասնագետի, մանկական սրտաբանի եւ բոլոր հարցերի պատասխանները ստանալ։ Շնորհակալություն սիրելի լսողներ, իսկ մենք կհանդիպենք։ Առողջ առավոտ։